Խերթելով մեր նորագույն պատմության էջերը ձեզ հետ միասին հասանք 1992 թվականի մայիս, որը մեզանում իրապես համարվում է հաղթանակի ամիս։ Բարև ձեզ։ Մայիսի 1-ին հատետի ծրագիրը վարելուց 2 օր անց ես վերադարձա Երևանից։ Բոլորը խոսում էին այն մասին, որ այսօր վաղը սկսվելու է Շուշիի օպերացիան։ Տարօրինակ է, բայց ռազմական այդ գաղտնիքը հայտնի էր բոլորին, պարզապես ստույգ օրն ու ժամը չէր նշվում։ Մայիսի 6-ի երեկոյան Զորի Բալայանն ինձ կոնֆիդենցիալ ասաց, որ պատրաստ լինենք, վաղը մեքենան ուղարկելու է մեր ետևից։ Պայմանավորվածության համաձայն հաջորդ օրը մեքենան եկավ եւ ինձ ու Բենի Ղարախանյանին տարավ բանակի շտաբ, որն այն ժամանակ տեղակայված էր ավտոբազայում։ Այստեղ մենք հանդիպեցինք Գագիկ Սիմոնյանին, մեր հեռուստատեսության առաջին գլխավոր օպերատորին, որը չէր կարող չգալ ու չնկարահանել Շուշիի ազատագրումը։ Ժամը 19:30-ին շտաբ եկավ Պարքև Սրբազանը, օրհնեց հրամանատարական կազմի անդամներին, հաջողություն մաղթեց մեր սուրբ գործին։ Այնուհետև մենք զրույցի հրավիրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին, շտաբի պետ Ֆելիքս Գզոյանին, Պարքև Սրբազանին եւ Զորի Բալայանին։ Մենք կատարեցինք մեր եկեղեցու համաձայն մեր օրհնությունը մեր բանակի հրամանատարությանը, որպեսզի Աստված օրհնի մեր բանակի ղեկավարությունը, զինվորական կազմը, որպեսզի իրենք Աստծո օրհնությամբ գնան դեպի ճակատամարտ եւ վճռական ճակատամարտ, որից կախված է մեր ամբողջ ազգի ճակատագիրը եւ մայր Հայաստանի եւ Արցախի։ Օրհնեցինք, որպեսզի Աստծո բանակը եւ գունդը հրեշտակած մեզ հետ լինի, որպեսզի Աստծո իմաստությունը, քաջությունը իրենց պահպան լինի, իմաստուն ղեկավարեն իրենց ճակատամարտը եւ օրհնությունը իրենց, որպեսզի Աստված իրենց ողջ պահի։ Սա միշտ եղել է եւ այսօր, երբ որ մենք ունենք մեր հայոց բանակ, մենք կատարում ենք ըստ մեր եկեղեցական համաձայն մեր արարողություն եւ ունենք նաեւ հոգեոր կապելան, հոգեոր այդ բանակում, որը ստեղծեց այստեղ Արցախում։ Թող Աստված օրհնի մեր բոլոր ամբողջ բանակը եւ մենք շուտով մեր հաղթանակը տեսնենք Աստծո օգնությամբ։ Պարոն Բալայան, դուք ինչ կուզենայիք ավելացնել, ինչ կասեք դուք, ողորմին հասկանալու։ Ինձ շատ հպարտացրեց այս պահը, այսօր ես եղել եմ, այսպես ասած, այն կետերում, որտեղից փաստորեն մեր տղաները շարժում են, որպեսզի այս սուրբ գործը իրի բերեն, բայց մի բան ավելացնեմ, որ Շուշի քաղաք չկա, կա Շուշի կրակակետ, որը այսօր էլ է Ստեփանակերտում տուն-քանդել, ճակատագիր, ոչնչացրել եւ համոզված եմ, որ սա իրոք սուրբ գործ է, որովհետեւ կրակակետը խփելը դա ինքը արդեն խաղաղ գործ է, խաղաղության համար։ Կարևոր է լսել ձեր խոսքը որպես ինքնապաշտպանության ուժերի հրամանատար։ Мы выполняем волю армянского народа. Мы его передовой отряд, мы его солдаты, и мы должны выполнить волю, не победить. Դուք ինչ կասեք։ Ես կասեյան, որ բոլոր զինվորները ողջորված են, բոլորն են պատրաստ են հաղթելու եւ մենք կհաղթենք։ Կասկած չկա։ Այստեղ Արցախում կերտվում է հայ ազգի ճակատագիրը, ներկան եւ ապագան։ Երեք մեկ մարդ խոսք ասեց, այստեղ կատարում է երկրորդ Սարդարաբադ։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Սարդարաբադում մենք պաշտպանվում էինք, պաշտպանում ենք մեր դիրքերը, այստեղ մենք չենք պաշտպանում։ Մենք վերադարձնում ենք այն, ինչ որ մեզ է պատկանում, մենք զգում ենք մեր հողի, մեր հավատքի տերը, այն ինչ որ Աստված մեզ հնուց եւ տվել է, մենք փորձում ենք դառնալ դրա տերը։ Այստեղից է սկսվում մեր հաղթական արշավընթացը, թեկուզ եւ ռազմական ձևով, եւ մենք հաղթանակների շեմին ենք կանգնած, իբրև հայ ազգ։ Եվ սա է, որ մեր ճակատագիրը փոխել է, եւ մենք դարձի ենք գալի, որտեղ միանում ենք Աստծո հետ։ Հաղթանակը մերն է, Աստված տա առանց կորուստի հաղթանակները տանենք եւ տեսնենք
մեր ճակատամարտերը թե մշակութային, թե ռազմական, մեր բուն պատմական Հայաստանի սահմաններում։ Ուրեմն Աստված մեզ հետ։ Աստված մեզ հետ, ինքը մեզ հետ է, կմնա մենք էլ միշտ իր հետ լինենք։ Այո, ոչ ոք չէր կասկածում, որ հաղթանակը մերն է։ Բարեկամներ, քիչ հետո ձեզ կներկայացնենք Շուշի ազատագրման մասին պատմող հաղորդումը, որը մենք պատրաստել էինք թարմ հետքերով։ Սակայն մինչև հաղորդման ցուցադրումը ուզում եմ հակիրճ պատմել նրա ոդիսականի մասին։ Մայիսի 10-ին ես եւ Գագիկը թռանք Երևան, աշխարհին ավետելու Շուշիի ազատագրման մասին լուրը։ Օդանավակայանից մենք ուղիղ մեկնեցինք հեռուստատեսություն, մի քանի րոպեանոց տեսանյութ պատրաստեցինք լրաբերի համար, ապա հեռուստառադիոկոմիտեի նախագահ Սամվել Գևորգյանի հետ պայմանավորվեցինք վաղը գալ եւ ծավալուն հաղորդում պատրաստել։ Մայիսի 11-ին գնացինք հեռուստատեսություն, մոնտաժեցինք հաղորդումը եւ գնացինք մեր տները երեկոյան այն դիտելու հավատով։ Սակայն հաղորդումը եթեր չտրվեց։ Հաջորդ օրը մենք Սամվել Գևորգյանից բացատրություն պահանջեցինք, սակայն նա հստակ պատասխան չտվեց։ Նպատակահարմար չէ, ասաց նա։ Մնում էր ենթադրություններ անել։ Ում, ինչու։ Իդեպ հիշեցնեմ, որ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ օրերին գտնվում էր Թեհրանում եւ համատեղ կոմունիկե էր ստորագրում Ադրբեջանի նախագահի հետ։ Ինչևէ, տեսնելով, որ բանակցությունները արդյունք չեն տալիս, ինչպես Չարենցը կասեր, սրտի ցավից հուսահատ, մենք հատետի ծրագրի տնօրեն Ալեքսան Հարությունյանը, Տիգրան Նաղդալյանը, Գագիկ Սիմոնյանը եւ ես մամլո ասուլիս հրավիրեցինք, որն էլ հավանաբար ունեցավ իր որոշիչ դերը։ Համենայն դեպս մայիսի 15-ին հաղորդումը եթեր հրարձակվեց։ Ահա այդ հաղորդումը մեր հատե տին։ Ի կատարում են թշնամու կրակակետերը վնասազերծելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստի որոշման մայիսի 8-ին նշանակված էր Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի հակահարձակումը։ Այդ օրվա մենք երկար ենք սպասում, այնքան երկար, որ հնարավոր չէ չափել ժամանակով։ Այդ օրը հայ ազատամարտիկները ոչ միայն ազատագրեցին Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշին, այլև ոչնչացրին այն կրակակետերը, որտեղից անդադար հրթիռակոծվում եւ ռմբակոծվում էին Ստեփանակերտն ու մյուս հայկական բնակավայրերը։ Իսկ մինչ այդ դեռ ամեն ինչ անորոշ էր, թեպետ թե երկրապահները եւ թե հրամանատարական կազմը հավատում էին իրենց հասցեին։ Օպերացիայի նախօրյակին ազատամարտիկների դիրքերն այցելեց Պարքև Սրբազանը եւ իր խոսքով ոտեպնդեց տղաներին։ Իսկ հակահարձակումը սկսվելուց մի քանի ժամ առաջ նա եղավ շտաբում։ Ողջությամբ դες բանի դեպի հաղթանակ։ Հաղթանակը մերն է։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտված էին եւ տեղական ժամանակով ժամը 2:30 րոպեին սկսվեց հակահարձակումը։ Ըստ երևույթին հակառակորդը սպասում էր դրան եւ համառորեն սկսեց դիմադրել։ 5:50 րոպեին մարտերն արդեն ընթանում են Շուշիի մատուցներում։ Մեր կապայիններին հաջողվեց իմանալ, որ Շուշիի պաշտպանները պատրաստվում են հանձնել քաղաքը, եթե Բաքվից օգնության չհասնի ռազմական ավիացիան։ Հայ ազատամարտիկները դանդաղ, բայց հաստատակալ շարժվում էին առաջ։ Նրանց հաջողվեց ոչնչացնել թշնամու տանկերից մեկը, որը մեծ ոգևորություն առաջացրեց։ Հակառակորդն իր հերթին ոչնչացրեց մեր տանկերից մեկը։ Այդ միջոցին օդում հայտնվեցին թշնամու ուղղաթիռները, որոնք սկսեցին ռմբակոծել մեր դիրքերը։ Սակայն դա չէր կարող կոտրել տղաների մարտական ոգին, որը նրանց մղում էր առաջ։ Մյուս գծերից ստացվող տեղեկությունները նույնպես հուսադրող էին։ Ջանհասանի կրակակետը արդեն գրավված էր, գրադ կայանքը նույնպես։ Մնում էր վերցնել Քյոսալարի բարձունքը, որը ամենադժվարն էր։ Այստեղ թշնամու մեծ ուժեր էին կուտակված, եւ մերոնք ստիպված էին ժամանակավորապես հետ նահանջել, որպեսզի հետո գրավեն այն։
Գիշերը Շուշիում մարտերը շարունակվում էին։ Դրանք արդեն ընթանում էին քաղաքի փողոցներում։ Հակառակորդը նահանջելով փախուստի էր դիմում։ Լուսադեմին հայ ազատամարտիկները վերջնականապես ազատագրեցին Շուշին եւ հաղթական եռագույն դրոշը ծածանվեց Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցու վրա։ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին, ամենամեծը հայկական բոլոր եկեղեցիներից։ Թշնամին պղծել էր այն, վերածելով զինապահեստի։ Ազերիները այստեղ էին պահում գրադ կայանքի արկերը, որոնք հետո ուղղվում էին հայկական բնակավայրերի վրա, սփռելով մահ ու ավերածություններ։ Երկար ու ձիգ տարիների ընդմիջումից հետո այստեղ հոգևոր արարողություն է, այն էլ ինչ առիթով։ Առիթից չօգտվելը եւ Պարքև Սրբազանից խոսք չխնդրելը պարզապես հակատրամաբանական կլիներ։ Փառք Աստծո, որ իր զորությամբ եւ օրհնությամբ մեր տղաները կարողացան մարել այս կտրակակետը եւ վերադարձնել մեզ մեր հայոց այդ մշակութային օջախը, կրոնական օջախը, որի արդյունք մենք անունացը ամենափրկիչ եկեղեցու մուտքի մոտ ազատ փառք Աստծո, որը բերեց պատիվ մեր ազգին, մեր կրվող տղաներին եւ ազատություն մեր Ստեփանակերտ մայրաքաղաքին։ Մեզ կմնա փառք տալ Աստծուն եւ արագ կերպով նորոգել մեր այս գեղեցկագույն ամենափրկիչ տաճարը, որպեսզի այն իր շքեղությամբ կարողանա ծառայել եւ Աստծուն եւ մեր ազգին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գյորգի Պետրոսյանը հպարտությամբ բարձրացել էր եկեղեցու կտուրը, որտեղից Ստեփանակերտը երևում է ինչպես բռանդ մեջ։ Իսկ երբ ցած իջավ, իսկ այդ ուրախությանը նախորդել են ահեղ մարտերը։ Այդ ուրախությունը ձեռք է բերվել այս եւ մյուս կռվող տղերքի անօրինակ սխրագործության գնով։
Անշուշտ մեզ հետաքրքրում էր, թե ինչ վիճակում է հեռուստաաշտարակը, եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի մի խումբ падգամավորների հետ մեկնեցինք այնտեղ։ Բարեբախտաբար ազերիները փախուստից առաջ չէին հասցրել մեծ վնասներ հասցնել սարքավորումներին։ Երբ մենք Շուշիից վերադառնում էինք Ստեփանակերտ, հայկական գերեզմանոցի մոտակայքում ընկակ Su-27 ռմբակոծիչի կրակի տակ։ Մեր պապերի գերեզմանակարերը որպես թաքստոց ծառայեցին եւ նրանց ոգին պաշտպանեց մեզ։ Մենք թարմ ծաղիկներ դրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արտուր Մկրտչյանի շիրիմին։ Խորհրդանշական է, որ այդ ծաղիկները մենք քաղել էինք Շուշիի հեռուստաաշտարակի տարածքից։ Այո, մայիսի 9-ին Արցախում իսկական տոն էր։ Մարդիկ վերջապես թեթևացած շունչ քաշեցին։ Բոլորը շնորհավորում էին միմյանց, իրենց ունեցած-չունեցածով սեղաններ բացում, խմում հաղթանակի կենացը եւ իհարկե ոտնկայց հիշում նրանց, ովքեր ավաղ ընկել են մարտի դաշտում։ Թարք ու պատիվ տղաներին, բոլոր նրանց, ովքեր ցավոք չտեսան այս երանելի օրը, բայց իրենց արյան գնով արագացրին նրա գալը։ Այնուամենայնիվ Արցախում ցնծություն է, եւ երևի պատահական չէ, որ հենց այդ օրը, մայիսի 9-ին, գահընկեց արվեց Լենինը, որի թողտվությամբ ու համաձայնությամբ ժամանակին Ղարաբաղը կամայականորեն բռնակցվեց Ադրբեջանին, այսքան չարիք բերելով Արցախի ժողովրդին։ Մեր գոյության պայքարը դեռ չի ավարտվել։ Այն դեռ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառնում է թշնամին։ Ուրեմն աչալուրջ եւ մշտարթուն լինենք թշնամուն դիմադրելու համար։ Իսկ այսօր կարող ենք ուրախանալ, այդ իրավունքը մենք վաստակել ենք։ Շուշի ազատագրման մասին շատ է գրվել եւ շատերն են գրել։ Բազմաթիվ հաղորդումներ ու ֆիլմեր են պատրաստվել ու դեռ կպատրաստվեն երևի, քանզի թեման անսպառ է։ Հիրավի դժվար է գերագնահատել Շուշիի դերը։ Պատահական չէ ասված, որ ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին։ Այո, հայկական Շուշին այսօր նորից հայինն է, բայց չմոռանանք, որ այդ մեծ հաղթանակը ձեռք է բերվել արյան գնով։ Շուշի ազատագրման համար մղված մարտերում մենք կորցրել ենք 53 հայորդի, ամեն մեկը մի տան ճրակ։ Նրանց հարազատներն ու մենք բոլորս մեզ մխիթարում ենք նրանով, որ այդ 53-ի եւ մեր ազատամարտի մյուս նահատակների արյունը իզուր չի հեռվել։ Այսօր կա եւ օր-օրի զորանում ու բարգավաճում է Արցախ աշխարհը։ Այսքանը բարին ձեզ։